Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եկեցի անուն քո եկես ցե արքայություն քո եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զիքայ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս Բարի եկել, թող Տեր օրհնի բոլորիդ իր խաղաղության ու սիրո մեջ պահի։ Այսօր շարունակում ենք երրորդ գլուխը եւ ավարտելու ենք։ Շատ հետաքրքիր նյութի մասին պիտի խոսենք։ Մենք անցյալ անգամ խոսեցինք, տեսանք, որ հավատքը արդարությունով պիտի լինի։ Հիմա Պողոս Արաքյալը պիտի այսօր ցույց տա, որ ոչ մի մարդ արդար չէ այս աշխարհում։ Այն մարդիկ, ովքեր որ միայն օրենք ունեն բնական կամ գրավոր օրենքներ, այդ մարդիկ միայն հավատքով կարող են արդարանալ, եթե Քրիստոս չկա, արդարություն չկա։ Հիմա ցույց տա որ հանկարծ որևէ մեկը նև չպարծենա, որ ինքը որ ազգից է, ինչ պատկանելություն ունի, որովհետև միայն Քրիստոսին հավատալով մարդը կարող է փրկություն ունենալ։ Այսօր 9-ից 31 համարները պիտի սերտենք ու շատ գեղեցիկ հատվածներ են։ Տեսնենք ինչ ասում է Պողոս Արաքյալը 9-րդ համարը։ Եվ արդ ինչով ենք առավել արդարև եւ ոչ մի բանով, որովհետև ավելի վերև էլ հաստատեցինք հрьяաների եւ հեթանոսների ամենքի էլ մեղքի տակ լինելը։ Տեսեք, ասում եմ, հիմա ինչով ենք առավել, հարց հատել, այսինքն հрьяան հեթանոսից ինչով է առավել, եթե դուք օրենքներ ունեք, սրանք օրենքներ չունեն, դա դեռ չի նշանակում, որ մենք առավել ենք մյուսներից, կամ եթե մեկը մկրտված է, մյուսը մկրտված չէ, դա դեռ չի նշանակում, որ մկրտված ավելի լավն է, քան չմկրտված մարդը։ Հիմա Պողոս Արաքյալը ուզում է ցույց տալ այստեղ հիշեցնել բոլորին, որ ոչ հрьяաներն առավելություն են հեթանոսների հանդեպ, ոչ էլ հեթանոսներն ունեն հрьяաների հանդեպ։ Եթե մեկը չի հավատում Հիսուս Քրիստոսին, ինքը առավելություն չունի եւ փրկություն չունի, որտեղ միայն Հիսուս Քրիստոսով է փրկությունը։ Կարող է մարդ լինել, այսօր շատ մարդիկ կան, մկրտված են, որոնց ծնողներինս մանուկ ժամանակ մկրտել են, Աստծուն են ընծայել, այս մարդիկ մեծացել են, Աստծուն չեն հավատում եւ հակառակ ավելի վատն են անում, քան պետք է անեին։ Իսկ կան մարդիկ, որ մկրտված չեն, բայց հավատում են ու ավելի ազնիվ մաքուր են ապրում։ Հիմա հարցը այսինքն է, ո՞րն է առավելությունը։ Ցույց տվեցին, որ երկուսն էլ մեղքի տակ են գտնվում եւ քանի որ հрьяաները ունեին գրավոր օրենքը, հեթանոսներն բանական օրենքը, բայց երկուսն էլ այդ օրենքներից չօգտվեցին եւ չճանաչին ճշմարիտ Աստված ճանաչողությունները։ Ուրեմն մեղքի գործիք էին այս մարդիկ օրենքներ ունեին բնական եւ գրավոր, բայց մեկ է, բոլորն էլ մեղքի տակ են։ Դրա համար ասում է, հիմա ինչով ենք առավել, որ ցույց տվեցինք, այսինքն նախորդ գլուխի համարների մեջ ցույց տվեց, որ բոլորն էլ թե հեթանոսն է, թե հрьяաները, երկուսն էլ մեղքի իշխանության տակ են լինում։ Եվ 10-րդ համարի մեջ ասում է, ոչ ոք արդար չէ, ոչ իսկ մեկ հոգի։ Հիմա այսպես խոսք է ասում Պողոս Արաքյալը, ոչ ոք արդար չի, ոչ ոք։ Ուրեմն այս տողը ոչ միտեղ չկա գրված Սուրբ գրքի մեջ, չգիտենք որտեղից է վերցրած, բայց մեկնիշներն ասում են, որ գուցե տարբեր հատվածներից իմի է բերել, այսինքն բովանդակային առումով եկել այդ եզրակացության։ Հիմա տեսնենք ինչ հատված կա, որտեղից կարող ենք ասել։ Օրինակ առակած գրքի մեջ ասում է, ով կարող է պարծենալ, թե ինքը սուրբ սիրտ ունի, կամ ով կհամարձակվի ասել, թե ինքը զերծ է մեղքից։ Դրա համար այսինքն այս տողից եզրակացնելով Պողոս Արաքյալն ասում է, ոչ ոք արդար չէ, ոչ ոք անմեղ չէ, եւ երկրորդը Ժողով գրքից է, որտեղ ասում է երկրի վրա չկա արդար մարդ, որ բարի գործ անի եւ չմեղանչի։ Ուրեմն այս երկու հատվածը իր իմի բերելով Պողոս Արաքյալը գալիս է այս եզրահանգմանը, որ ոչ ոք արդար չէ, ոչ մի հոգի։ Ինչ նպատակ ունի, տեսեք, ասում է, ով կարող է պարծենալ ու ասել, որ ինքը մաքուր սիրտ ունի։ Կա մեկը, որ կարող ասել իր սիրտը մաքուր է։ Մենք ժողովուրդ այդպես խոսք ունենք, չէ՞, ասում են, կարևորը սիրտն է, սրտի մեջ չկա այդ ամեն ինչը, երբեմն խմած մարդիկ էլ, չէ՞ որ ասում են չարախոսել կամ վատ բան, ասում ենք խմածա մի բան, ասում են, հո սրտի մեջ այդ ամեն ինչը չկա։ Ուրեմն մեր սրտի մեջ ձեզ ասել են, որ սիրտը կարևոր տեղ ունի մարդու կյանքի մեջ, որովհետև ամեն բան այստեղ է տեղ ունենում, եւ ինչքան որ մարդու սիրտը մաքուր լինի, ինքը ինչ կլինի։ Հիսուսին չի ասում, Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք ինչ պիտի անեն, Աստծուն պիտի տեսնեն։
Ուրեմն սրտի մաքրությունից է կախված նաև Աստված ճանաչողությունը եւ Աստծո հետ հանդիպումը։ Դրա համար Պողոս Արաքյալն, քանի որ որը մեկը չի կարող ասել եւ չի կարող համարձակվել, ասել որ ինքը մեղքեր չունի, երկրորդ չկա մի մարդ, որ բարի գործեր է անում, բայց չի մեղանչել, այդպիսի մարդիկ էլ այսօր շատ կան, որ բարերարներ ենք կոչում, բայց իրենց ամբողջ կյանքը մեղքի մեջ է։ Պարզապես իրենց տված գումարը շատերի համար դա բարիք է, բայց այս մարդիկ միևնույն են մեղքեր գործում են, դրա համար Պողոս Արաքյալն ասում է ոչ ոք արդար չէ, ոչ մի հոգի այս աշխարհի մեջ, այսինքն բոլոր մարդիկ, ովքեր ապրում այս աշխարհի մեջ, մեղավոր են, մեղքեր են գործում եւ դրա համար միայն հավատալով կամ օրենքներ ունենալով, մկրտված լինելով չէ որ իրենք պիտի արթնան։ Հիմա 11 համարից մինչև 18 համարները Պողոս Արաքյալը Սուրբ գրքից մեջբերումներ պիտի անի, Սաղմոսած գրքից, Եսայի մարգարեության գրքի ժողովից ցույց տալու համար այն մեղքերը, որ մարդիկ գործում են, թե գրավոր օրենք ունեցողները, թե չունեցողները։ 11-րդ համարը ասում է. եւ չկա մեկը, որ հասկացող լինի, եւ չկա մեկը, որ փնտրի Աստծուն։ Ուրեմն տեսեք ինչ հետարքիր հաց, սա Սաղմոսած գրքից է, 13-րդ գլխից է, բառացի այսպես է ասում. Տերը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին, տեսնելու թե կա մի իմաստուն, որ Աստծուն է փնտրում։ Հիմա տեսեք, ինչու է այսպիսի բան ասում։ Ուզում եմ ասել, որ հрьяաները, որ օրենք ունեին, մարգարեություններ ունեին, Մովսես ունեին, միևնույնն է, սրանք չէին փնտրում Աստծուն, Աստծո կամքը կատարելու, եւ այն մարդիկ, ովքեր հեթանոսներ էին, չէին ճանաչում Աստված, չունեին իրենց կյանքի մեջ ճշմարիտ Աստծո պաշտամունք, ինչպես մենք տեսանք Աթենքում, որի վրա գրված էր այն բագին վրա անհայտ Աստծուն, թեև գիտեն Աստծո մասին, բայց չէին ճանաչում։ Հիմա հարց է տալիս, այս մարդկանց մեջ քանիսն են առավոտյան արթնանում եւ Աստծուն փնտրում։ Այսինքն թե իմաստուն, թե տգետ մարդը ինքը նպատակ ունի նաև փնտրելու Աստծուն, հասկանալու։ Դրա ասում է Աստված երկնքից նայեց, տեսավ, որ թե ով է փնտրում Աստծուն։ Հիմա նույն հարցը մեզ է տրված, թե մեկն ասում է ինքը արդար է, ինքը մաքուր է, սուրբ է, ուրեմն ինքը պիտի իր ճանապարհը նայի, թե ինչքան է ինքը Աստծուն փնտրել եւ ինչ ճանապարհով է գնում դեպի Աստված ճանաչողություն։ Միայն մկրտված լինելը, երբեմն եկեղեցի գնալը, սա Աստված ճանաչողություն ցույց ունի։ Ես ասել եմ, որ երբեմն մարդիկ իրենց սիրուհիների հետ են գալիս եկեղեցի, գողություն անելուց առաջ են գալիս եկեղեցի, մարդ սպանելուց առաջ են գնում մոմ վառում, որ իրենց գործը լավ հաջողվի։ Սա Աստված ճանաչողություն չէ, սա կեղծավորություն է եւ Աստծուն օգտագործել է իրենց մեղքերի համար։ Ուրեմն այստեղ Արաքյալն ուզում է ասել, որ որոշ հեթանոսների մեջ, ովքեր որ չեն իմացել, կամ նրանք, ովքեր հрьяաներ են, օրենքներ ունեն, մեկ է, միևնույնն է, նրանք այս մարդիկ չեն փնտրել Աստծուն, Աստծո հետ լինելու համար եւ ամենակարևորը Աստծո կամքը կատարելու համար։ Շատ կարևոր, որպեսզի յուրաքանչյուր մարդ, ով ուզում է Աստված ճանաչողություն ունենալ, ինքը պետք է նաև Աստծո կամքը ճանաչել։ Եվ Եսայի մարգարեն արդեն ասում է, ներողություն, Երեմիա մարգարեն ասում է. Երուսաղեմի փողոցներով այսուայն կողմ շարժվեցեք, նայեցեք, փնտրեցեք, տեսեք նրա հրապարակն, եթե այնտեղ գտնեք մի մարդ, որ արդար գործ անի եւ լինի ճշմարտության հետամուտ։ Այսինքն նույնիսկ ասում է գնացեք Երուսաղեմ փնտրեք այսուայն կողմ, տեսեք, փնտրեք, նայեք, տեսեք մարդ կա, որ Աստծո գործն է կատարում եւ ճշմարտության։ Այսինքն անգամ Երուսաղեմի մեջ, որ Աստծո քաղաքն էր ապրող մարդը, այս հոգացությունը չունի ճշմարիտ Աստված ճանաչողությանը։ Ձեզ մի հետաքրքիր բան պատմեմ, ուրեմն Երուսաղեմում հարյուրավոր հայեր են ապրում, հայ համայնք է շատ մեծ, պատրիարքարան ունենք եւ եզակի շնորհ ունենք մենք հայերս, որ ամեն օր հայ եկեղեցին իրավունք ունի Երուսաղեմում Քրիստոսի գերեզմանի մեջ պատարակ մատուցելու։ Բայց ամեն օրվա պատարակին տեղի հայերից ոչ ոք ներկա չէ։ Այսինքն ինչքան էլ իրենք Երուսաղեմում են ապրում, իրենց տունը Քրիստոսի գերեզմանից մի քանի 100 մետր հեռու, միևնույն է մարդիկ չեն փնտրում Քրիստոսին եւ չեն ճանաչում ամբողջ աշխարհի մեջ, որտեղ որ սրբությունը շատ է, մեծ է, այնքան էլ մարդիկ հեռու են ճշմարիտ Աստված ճանաչողությունից։ 12-րդ համարը բոլորը միասին խոտորվեցին եւ անպետք դարձան։ Չկա մեկը, որ բարություն անի, ոչ ոք, ոչ իսկ մեկ հոգի։ Հիմա արդեն 12-րդ համարի մեջ ասում է բոլորս, այլ համարի շարունակություն է, խոտորվեցին, այսինքն շեղվեցին, անպետք դարձան, չկա մի մարդ, որ ուզում է բարի գործ կատարել։ Ինչ է սա նշանակում։ Այստեղ էլ Պողոս Արաքյալը ասում է ամենքն էլ մոլորված ոչխարներ են, մարդն իր ճանապարհին մոլորվեց, բայց Տերը նրան մատնեց մեր մեղքերի համար։ Ուրեմն անպիտան դառնալով նաև անպետք դարձան, նախ առաջին ասում է,
բարի գործեր կատարելու համար։ Երբ որ մեկը անպիտան է դառնում, օրինակ, երբ որ ծառը այլևս պտուղ չի տալիս, կամած գիտեք, մրգատու ծառի պտուղն երբ որ դու չես քաղում, ինքը կամած ինքը անպտուղ ծառ է դառնում։ Միայն գեղեցիկ տերերով կարող է ինքը հպարտանալ։ Այնպես էլ մարդ է, որ ինքը շեղվում է ճշմարիտ Աստված ճանաչողությունից, ինքը անպետք է դառնում նախ իր փրկության համար, իր փրկությունը այլևս դառնում է երկրորդական պլան, ինչպես այսօր մարդը, երբ որ ճշմարիտ Աստված ճանաչողություն ունի, ինքը ամեն ինչի մասին մտածում է բացի իր փրկությունից։ Վերցնենք մեր ծնողներին, մեր հասարակության մեծ մասը ամեն ինչ անում են, իրենց զավակները լավ կրթություն ստանան, երաշտական գնան, պարի գնան, նկարչական գնան, սպորտի գնան, ամեն տեսակ բնագավառի մեջ առաջ գնան, այդ շատ քիչ ծնողներին կհանդիպենք, ովքեր նաև հոգ են տանում իրենց երեխաների հոգևոր դաստիարակության համար, իրենց երեխաների ոտքերը ուղղում են եկեղեցի, աղոթելու, Տիրոջ հետ լինելու համար։ Սա շատ քիչ դեպքերում է։ Մնացած բոլոր դեպքերում մենք ամեն ինչի մասին մտածում ենք եւ ամենակեղծավոր պատասխան ունեն նաեւ թող ինքը մեծանա որոշի։ Այսինքն ամեն հարցի մեջ երեխայի բարը ինչ ուտի, ինչ հագնի, ինչ խմի, ուր գնա, մենք որոշում ենք ինքներս, բայց երբ որ գալիս է Աստված ճանաչողության հարցը, ասում ենք թող ինքը մեծանա եւ որոշի։ Ուրեմն անպիտան դառնալով արդեն ասեցի, անկարող դարձան պտղաբերել, բարի գործեր կատարել, նաեւ չկարողացան պահել իրենց հոգիների փրկությունը։ Սա էլ շատ կարևոր է։ Մարդ, երբ որ անպիտան է դառնում, այն ունեցածնել չի կարողանում։ Հիշում եք, երբ որ Տերը կանչեց իր ծառանի, ամեն մեկին դրամներ տվեց, ասաց տարեք, շահեք մինչև վերադառնա։ Երբ որ երրորդը մոտեցավ, ասաց ես գիտեի, որ դու խիստ մարդ ես, քո տվածը տարա, պահեցի։ Հիմա արքոնը քեզ, բայց չգիտես, ես վերցնում եմ ինչ որ չեմ տվել եւ հնձում ինչ որ չեմ ցանել։ Եվ ասում եմ վերցեք սրանից տվեք նրան, ով ավելին ունի։ Ուրեմն երբ որ դու քեզ տալիս է կյանք Աստված եւ այդ կյանքը դու չես օգտագործում, չես շահում այդ կյանքը բարիք գործելու համար, Աստծուն փնտրելու համար, այդ կյանքը Տերը քեզանից պիտի վերցնի։ 13-րդ համարի մեջ ասում է նրանց կոկորտը բաց գերեզման է, իրենց լեզուներով խաբեբա դարձան։ Նրանց շրթունքների տակ իժերի թույն կա։ Շատ մեծ դատապարտություն է, սա էլ 10-րդ Սաղմոսից է համարը սիրելին, առաջին մասը։ Ուրեմն ասում եմ նրանց բերանները բաց գերեզման են։ Այսինքն գերեզմանը որ բացվում է, ինչ պիտի լինի, երկու իմաստ կա, չէ՞, նախ հարություն խորհուրդը, որ պիտի բացվի հարությունը, այսինքն քո բերանը որ բացվեց, պիտի օրհնություն գա, եւ երկրորդ որ գերեզմանը բացում են, նեխահոտ է, չէ՞ գալիս, փթած մարդու մարմնի հոտն է գալիս։ Ուրեմն ասինքն այս մարդկանց բերանից ասում է նեխած հոտ է գալիս, գարշահոտություն, այսինքն այս մարդկանց բերանի մեջ օրհնության խոսքեր չկան, աղոթք չկա, սաղմոսերգություն չկա, բարեպաշտության խոսք չկա, հեռացել են ճշմարտ եւ ասում իրենց լեզվի տակ էլ թույն է թաքնված։ Այսինքն այս մարդիկ ամեն ինչ անում են դիմացի մարդու կյանքը թունավորելու, դիմացու մարդուն ցավ պատճառելու եւ այդ մարդին կործաման տանելու համար։ Եվ լեզվի խոսքերից էլ ասում է, սկսում է ինչը նրանց գործեր, այսինքն լեզվի չարությունից գրգռվում է նաեւ մարդու սիրտը, որպեսզի չար գործեր կա։ Ուրեմն լեզվից է սկսում նաև չար գործեր։ Դրա համար Հիսուս ասում է, ինչ որ մենք ուտում ենք կերակուրը, դա չի պղծում մարդուն, ինչ որ դուրս է գալիս մարդու բերանից, դա է պղծում, որտեղ ասում է դուրս է գալիս որտեղից մարդու սրտի ավելցուկից, այսինքն սրտի ավելցուկն է չար խոսքը, անշնորհք բառերը եւ մարդկանց դեպի կործանում տանելը։ Ուրեմն այս մարդիկ նաև ամեն ինչ անում են, որպեսզի իրենց խոսքով ամեն, տեսեք, սա եւ հрьяաներն ավ եւ հեթանոսն է, որ երկուսի միջել հավասարապես այս խոսքերը տարածված են։ 14-րդ համարը նրանց բերաները լի են անեծքներով ու դառնությամբ։ Հիմա տեսեք, այդ վատ խոսքեր թույնի պես են, հիմա էլ ասում է անեծք կա այս մարդկանց բերանի մեջ։ Ինչ է սա նաև նշանակում, որ որտեղից նրանց սրտից դուրս է գալիս այս անեծքները։ Գիտեք, անեծքը վտանգավոր բան է, այսինքն մարդը կոչված է աղոթելու համար։ Երբ որ մարդուն մկրտում ենք, իր բերանը կնիքը երբ որ դնում ենք, ասում են թող սա ամուր դուր լինի քո բերանին եւ քո շուրթերի վրա, որpիսի այստեղից անեծքի, նզովքի, բամբասանքի եւ հայոյանքի խոսքեր դուրս չգան։ Իսկ Հակոբոս Արաքյանն ասում է չի կարող նույն ակից համ քաղցր, համ աղի ջուր դուրս գա։ Դու չես կարող նույն բերանով աղոթել, հետո նույն բերանով անիծել Աստծո պատկերով ստեղծած մարդուն։ Այն վատ խոսքը, անեծքը, որ դու որևէ մեկին ասում ես, դու նաև Աստծուն ես ասում, որտեղ մարդը ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ։ Դրա համար ամեն օրհնություն կամ բարիք, որ ամես Քրիստոսին է վերագրում, նաև ամեն վատ խոսք կամ գործ, որ անում ես,
նույնպես Քրիստոս իրեն է վերագրում։ 15-րդ համարը նրանք վազում են արյուն թափելու համար։ Տեսեք հիմա մարդկանց այս խոսքերը նաև պատճառ են դառնում արյուն թափելու համար։ Այս խոսքն էլ բառացի չկա Աստվածաշնչի մեջ, բայց Պողոս առաքյալը սա առակած գրքից է վերցրած, որտեղ ինչ է ասում, քանզի նրանց ոտքերը դեպի չարիք են ընթանում եւ նրանք շտապում են արյուն հեղելու։ Իսկ Եսայի մարգարեության մեջ ասում է, նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել։ Տեսեք, մարդկանց այս խոսքը, որ լեզվի տակ թույն կա, կոկորտներից որպես բաց գերեզման գարշահոտություն է գալիս, անեծքներ ու հայոյանքներ են տեղում, ինչ պիտի լինի այս ամենից հետո սպանություն։ Այսինքն մարդը իր անեծքներ, իր սրտի ցանկությունները գործի պիտի դնի։ Այ ամենապարզ օրինակը տեսեք, մարդը, երբ որ օրինակ խմած չէ, բերեմ խմած մարդկանց վրա, ինքը կարող է իր մեջ եղած չարությունը, նախանձատելությունը զսպել։ Բայց երբ որ հանկարծ մի բաժակ խմում է, իր զգայությունը թուլանում է, իր բերանը բացում է, սկսում է ինչ որ մտածում է դիմացի մարդու մասին խոսել։ Եվ մեծ հանցանքները հիմնականում խմած ժամանակ են կատարվում, չէ՞։ Կամ երբ որ որևէ մեկը քեզ ատում է, այնքան ժամանակ քան դու իր համար վտանգավոր չես, զսպում է, հենց տեսավ իր շահին կպնում ես, ինքը իր բերանը բացում է, սպանում է քեզ։ Եթե ֆիզիկապես քեզ չի սպանում, քո թիկունքում դավեր նյութելով, քո մասին բան ասելով, քեզ չարախոսելով, սպանում է քեզ։ Ամենամեծ սպանությունը մարդու իր անունը ոչնչացնելն է։ Դա ամենամեծ սպանությունն է, որովհետև ֆիզիկական մահը գիտես հարություն կա, բայց երբ որ հասարակության մեջ քեզ սպանում են, շատ դժվար է վերականգնել։ Ես շատ հաճախ որ գերեզմաններում լինում եմ, երբեմն գալիս են մարդիկ անցնում են, ասենք 100 տարվա մահացած մարդ կա, իրանք չեն էլ տեսել, բայց ասում են, այս մարդը սա է եղել, մարմնավաճառ է եղել, գործ տվող է եղել, դավաճան է եղել, ուրացած, այսինքն դարերով շարունակում են խոսել այս մարդու գերեզմանի մասին։ Դրա համար այս մարդիկ, ովքեր որ այս չար գործեր ունեն կյանքի մեջ, ուրեմն իրենք ինչ են անում, իրենց մեղքերից հետո սնում են իրենց գործնական մեղքերը, լեզվին սուր է տալիս մարդու ձեռքը, որպեսզի լեզվի ցանկությունը վերածի գործողության եւ սպանության պատճառ դառնա։ 16-րդ համարը նրանց ճանապարհներին կործանում ու թշվառություն կա։ Բնական է, չէ՞, որ մարդը ինքը արդեն արյան հոտ է առնում, ինքը արյուն է ուզում թափել, ինքը նրան բերում է թշնամություն եւ կործանում։ Սա էլ նույնպես Եսայի մարգարեությունից է, բառացի այսպես է գրված գրքի մեջ, նրանց ճանապարհներին կործանում թշվառություն կա եւ ողջությամբ ցանկանում են դիմացի մարդուն ոչնչացնել ու կործանել։ Այսինքն այս մարդը ոչ միայն ուզում է ֆիզիկապես սպանել, արյուն թափել, այլև ընտանիքի իր ամբողջ ունեցվածքը վերցնել։ Միջնադարում ինչ տեղի ունեցավ, հատկապես Եվրոպայում, երբ որ որևէ մեկին չէին կարողանում իրենց հնազանդեցնել, հայտարարում են հերետիկոս։ Այսինքն ճշմարիտ հավատքից հեռացած մարդ, այս մարդուն այրում էին, հետո ամբողջ ունեցվածքը սեփականացնում էին, անցնում էր որոշ ժամանակ, ասում ենք, վայ ներողություն, այս մարդուն անմեղ դատեցին։ Կամ սովետական շրջանում ինչ էին անում, մարդկանց տանում գնդակահարում էին, որոշակի կեղծ մատնություններով, հետո մի քանի տարի հետո արդարացնում էին։ Ու շատ այդպես մարդկանց գերեզմանների տեղը մենք մինչև այսօր չգիտենք։ Եղիշե Չարենցի գերեզմանը չգիտենք որտեղ, այդպես շատ հոգևորականների գերեզմաններ չգիտենք։ Տարել են ԿԳԲ-ի զնդանում, սպանել են, տարել թաղել են, անցել է 10 տարի, արդարացրել են փաստերի բացակայության պատճառով։ Դրա համար ասում այս մարդկանց ճանապարհներին կործանում ու թշվառություն, դեռ սպանելով մեկին, դու սպանում նրա ընտանիքը, ոչնչացնում ես նրա ունեցվածքը եւ իր ընտանիքին թողնում ես ձեռնունայն։ 17-րդ համարը եւ նրանք խաղաղության ճանապարհը չիմացան։ Սա նույնպես Եսայի մարգարեությունից է, ուրեմն այստեղ երևում է նրանց մտքի նաև կուրությունը, սիրելիներ, որ անբժշկելի է։ Այսպես են ասում եկնիշներ հայրերը, որ այս մարդկանց մտքի կուրությունը այնքան էր խորաց, որ անբժշկել էր, հնարավոր չէր, ուրեմն չցանկացան ճանաչել ոչ միայն երկնքի արքայության ճանապարհը, այլև ճշմարիտ խաղաղությունը չուզեցան ունենալ։ Դավիթ մարգարեն Սաղմոսի մեջ շատ գեղեցիկ մի տող ունի, ասում է. նրանք իմ հետ խոսում են խաղաղությունից, բայց իմ թիկունքում դավեր էին նյութում։ Ուրեմն այս մարդիկ, քանի որ իրենց ամբողջ ճանապարհը կործանում ու թշվառություն է, արյուն է, սփռում են, ուրեմն բնականը չէին կարող խաղաղություն ունենալ։
ուզում է ասել, որ նրանք, ովքեր որ չեն ուզում Քրիստոսին ճանաչել, նրանք խաղաղություն չունեն, եւ այս մարդիկ հեռու են ճշմարտությունից, ոչ միայն իրենք են փակում իրենց ճանապարհը, այլև ուրիշների ճանապարհն են փակում։ Հիսուս ասում էր, դուք չեք մտնում, մտնողների ճանապարհն էլ փակում եք։ Դրա համար ասում է, նրանց ճանապարհներին խաղաղություն չկար։ 18-րդ համարն էլ ասում է, նրանց աչքերի առջև չկա նաև Աստծո երկյուղը։ Սա նույնպես Սաղմոսած գրքից է։ Ինչ է ասում 35-րդ Սաղմոսի 2-րդ համարն է, անօրենն ասում է իր մտքում մեղանչելիս, թե իր աչքերի առջև Աստծո վախը չկա։ Ուրեմն անօրենը մեղ գործելուց իր մտքում ասում է, իմ աչքի առջև Աստծո վախը չկա։ Սա ամենավտանգավոր բանն է, երբ որ երկյուղ չունի Աստծո հանդեպ մարդը, այսինքն հարգանք չունի Աստծո հանդեպ, որովհետև իմաստության սկիզբը Տիրոջ հանդեպ ունեցած երկյուղն է սիրելին։ Երբ որ Աստծո երկյուղ չկա, դու ամեն ինչ կարող ես անել։ Դու այսինքն անպատասխանատու ես, ինչպես որ Հիսուս անիրավ դատավոր առակի մեջ ասում է, Աստծուց չէր վախենում, մարդկանցից չէր ամաչում։ Ինչ ուզում էր անում էր։ Ուրեմն երբ որ մարդը դադարում է Աստծուց վախենալ, ոչ միայն կորցնում է արքայության սերը, այլև գեհենի հանդեպ ունեցած երկյուղը, եւ նեւ չել հավատում, որ դատաստան կարող է լինել, եւ ինքը Աստծո առջև դատաստանի պիտի կանգնի։ Դրա համար շատ վտանգավոր են մարդկանց համար, ովքեր ասում են, ես Աստծուց չեմ վախենում կամ թող Աստված ինձանից վախենա։ Այսպիսի մարդիկ էլ կան, որ ասում ես Տիրոջից վախեցիր, ասում է թող Տերը ինձանից վախենա։ Ուրեմն այս մարդիկ կորցնում են, այսեք ասում են արքայության հանդեպ սերը, գեհենի հանդեպ երկյուղը, կորցնում են երկնքի արքայությունը եւ մեղանչելուց հետո էլ մտածում են, որ Աստծո մասին նույնիսկ չեն էլ ուզում ապաշխար, որ թող Աստված մտածի, մենք ոչ մի բան չունենք մտածել, նեւ ապաշխարության կարիք չունեն եւ ամենավտանգավորը ասում են հայրերը, որ արհամարում են Աստծո ներկայությունը իրենց կյանքի մեջ։ Ուրեմն տեսեք 9-ից այդ 18 համարները, սրանք բոլորը մեջբերումները ցույց տալու համար, որ բոլոր մարդիկ, ովքեր որ կնեն, մեղ գործող մարդիկ են եւ տարբերություն չկա։ Հիմա տեսնենք շարունակության մեջ արդեն ինչ է ասում։ Բայց գիտենք, որ ինչ օրենքն ասում է նրանց, որ օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի եւ ամբողջ աշխարհը Աստծո դատապարտության տակ դրվի։ Ուրեմն հրեաներին ծանոթ էր, չէ, 5 կտակարանը։ Ամբողջությամբ իրենք անգիր գիտեին, օրենքները գիտեին, մարգարեությունները գիտեին, այստեղ Պողոս Արաքյալի խոսքերը լավ գիտեին, բայց ինչ էին մտածում, որ սա վերաբերում է միայն հեթանոսին, իրենց չի վերաբերում։ Հիմա Պողոս Արաքյալն ուզում է ցույց տալ, որ սա նախ եւ առաջ ձեզ է վերաբերում, դուք որ օրենքները գիտեք։ Ցավալին գիտեք որն է, սներ, որ մեղքեր գործում են հիմնականում շատ այն մարդիկ, ովքեր որ հոգեվոր կյանքին ծանոթ են։ Հա հոգեվորականները, հավատացյալները, իմանալով հանդերձ, որ այս մեղքի համար այս պատիժը պիտի ստանաս, իրենք գործում են այդ մեղքերը։ Եվ ու հետո փորձում են արդարացնել, դե սատանան գայթակղեց, սատանան ստիպեց, սատանան համոզեց, ասեն որ մենք մի օր սրա համար էլ պիտի պատասխան տանք, որովհետև մեր արածը մենք գցել ենք սատանայի վրա։ Սատանան մեզ երբեք չի ստիպում, երբեք մեզ չի համոզում, երբեք մեզ չի պարում, ինքը միայն առաջարկում է, գործողը դու ես, կատարողը դու ես։ Տեսեք, Հիսուսին երբ որ տարավ սատանան կանգնացրեց տաճարի վրա, ասես քո մասին գրված է, եթե դու ցած ընկնես, հրեշտակները քեզ կպահեն, ոտքդ քարին չի կպնի։ Սատանան կարող էր Հիսուսին հրել եւ տեսնել ապացույց այդ խոսքերի։ Կարող էր, բայց իրավունք չուներ դիպչելու։ Այնպես էլ մեզ իրավունք։ Այսքան մինչև կարող է մեզ մոտենալ սատանան, բայց մեզ դիպչել չի կարող։ Մենք ենք անում գործողությունը, հետո գցում ենք մեկ ուրիշի վրա։ Նույնը արեց մեր նախահայրը Ադամը, երբ որ Աստված ասաց Ադամ ինչու կերար, ասաց ես չէի, դու տվեցիր Եվային, այսինքն Ադամը մեղադրեց Աստծուն, որ Եվային տվել են։ Եվա դու ինչու կերար, ասաց ես չէի, օծներ։ Եվ այսպես շարունակ մենք բոլորս մեզ թվում է թե ինչ որ մեզ ասում են, կարծում են թե ուրիշների մասին են խոսում այդ ամենը։ Չէ, երբեմն նկատողությունն է, մեզ թվում է թե մեր մասին չէ, ուրիշի մասին է, բայց իրականում մեզ են ասում։ Ուրեմն Պողոս Արաքյալը այստեղ հրեաներին բացատրում է, որ այս ամենը նաև իրենց է վերաբերում եւ օրենքն ասում է ոչ ոք արդար չէ, նաև իրենց է վերաբերում, այսինքն ոչ ոք արդար չէ այս աշխարհի մեջ, բոլորիս է վերաբերում։ Դրա համար մենք բոլորս միշտ մեղավոր ենք սներ, նախ մեղավոր ենք Աստծո առջև, մենք մինչև Աստծո հետ մեր հարաբերությունը շտկենք, այդ մեղավորությունը չմաքրենք, մենք իրար հետ էլ պետք է մեղք գործենք։ Դրա համար Հիսուս երբ որ խաչվեց, նպատակը մեկն է, որ մարդուն բերի, մարդու հետ հաշտեցնի, որպեսզի դու մարդը կարողանա երկնքի հետ հաշտվել։ Դրա համար ասում է դուք որ առավել օրենքի տակ եք, ձեր բերանները պիտի պապանձվի, այսինքն պիտի փակվի, այսինքն դատաստանի ժամանակ ոչ ոք չի կարող խոսել, արդեն Աստված պիտի միայն խոսի։ Մեզ այսօր այդ հնարավորությունը տրված է խոսելու
Ուրեմն պատկերացնեք, որ դու գնաս կանգնես դատի ու քեզ զրկում են ձայնից։ Այսինքն պապանձվիր, լռիր ու ոչինչ չխոսես, միայն լսիր։ Ու ոչ միայն դու միայն պիտի լսես դատաստանի ժամանակ, այլև պիտի տեսնես քո բոլոր մեղքերը, ոչ միայն դու, այլև ամբողջ աշխարհը քո մեղքերը պիտի տեսնի։ Մի փոքրիկ զանցանք են գործում, ամեն ինչ անում, որ անգամ տան անդամները չի մնում։ Նույնիսկ համոզում ենք, որ մենք մեզ էլ ենք համ որ այդպես չի եղել, գիտես, դու ուրիշ նպատակով ես անում, այսպես պատահեց, այնպես պատահեց, բայց դու մեղավոր չես։ Ուրեմն եթե մենք սա ենք անում, պատկերացեք դատաստանի ժամանակ մեր բոլորի բերանները պիտի փակվի եւ որևէ մեկը պաշտպանվելու իրավունք չի ունենալու։ Հիմա լավ է սա թե վատ է մարդու համար։ Սարսափելի է, չէ՞։ Համ ասում է վայ այն մարդուն, ով կընկնի կենթանի Աստծո ձեռքը։ Այսինքն վայ այն մարդուն, ով իր մեղքերով հանդերձ կհայտնվի Աստծո ձեռքը։ Ուրեմն բոլորը լուր պիտի կանգնեն եւ պիտի դատաստանի ժամանակ Աստծուն լսեն։ Թե հрьяաներ, թե հեթանոս, այսինքն թե հավատացյաններ, թե անհավատներ, բոլորը պիտի լռեն եւ Աստծուն լսեն։ 20-րդ համարը Քանի որ ոչ մի մարդկան էակ օրենքի գործերով չպիտի արդարացվի, նրա առաջ, քանզի օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։ Ուրեմն տեսեք, պատճառը շատ պարզ է, ինչ որ այստեղ ասում է Պողոս արարքը, այսինքն մենք օրենքով չենք արդարանալու։ Պարզապես օրենքը մեզ ցույց է տալիս մեղքը, չէ՞, այսինքն երբ որ մենք կարմիր լույսի տակով անցանք, օրինակ, օրենք կա, չէ՞, եթե անցար այսօր տու գանքը 20000 դրամ է, քեզանից էլ 2 միավոր հանում են։ Օրենքը քեզ ասում է ինչ է սպասում։ Հիմա երբ որ դու օրենքի տակ ես եւ իմանալով հանդերձ ես ամենը գործում ես, քեզ արդարացում չկա։ Ինչ պիտի անի մարդը։ Մեզ արդար համարելու փոխարեն օրենքը մեզ մեղադրում է, հանցագործ է, չէ՞ դարձնում։ Այսինքն երբ որ դու օրենք ունես, օրինակ, երբ որ ես մկրտված եմ, հիշում եք Պողոս Արաքյալի նամակը Կողոսյանց, մե որևէ զինվորական աշխարհիկ գործերով չի կարող հաճելի լինել իր հրամանատարին։ Այսինքն որևէ քրիստոնյա չի կարող մեղքի կյանքով կամ ասել ես մկրտված եմ ու Աստծուն հաճելի լինի։ Չի կարող ասել, որ ես Քրիստոս ինձի փրկել է, ես արդեն արդար եմ, ինչ ուզեմ կարող եմ անել։ Ոչ։ Օրենքը մեզ ցույց է տալիս մեղքը եւ ոչ միայն ցույց է տալիս, այլև օրենքը մեզ մեղադրվում է։ Սակայն այն մեզ գիտակցել է տալիս նաև օրենքը, որ սա մեղք է, հերու կանգնիր այդ ամենից, թե ինչքան ենք շեղվել եւ ինչքան ենք Աստծո գծած ճանապարհներից։ Օրենքը նաև սա է մեզ ցույց տալիս, չէ՞, մենք ինչքան ենք ճշմարտությունից հեռացել, ինչքան ենք օրենքի խախտում կատել եւ սրա համար մեզ ինչ է, ուրեմն օրենքը եւ իր դրական եւ բացասական իմաստով միևնույնն է մեզ փրկություն չի տա։ Համ մեղադրում է, համ ցույց է տալիս, բայց արդարացնելու համար մենք կարիք ունենք նոր ուժի, այսինքն Հիսուս Քրիստոսին։ Հիմա տեսենք արդեն այստեղից սկսած ինչ է բերում մեզ Պողոս Արաքյալը։ Բայց հիմա առանց օրենքի էլ Աստծո արդարությունը հայտնված է օրենքի եւ մարգարեների վկայությամբ։ Ուրեմն տեսեք, արդեն ասացի, ճիշտ է, օրենքները չեն արդարացնում մարդուն, բայց օրենքները ինչ են անում։ Մեզ պատրաստում են, չէ՞, այսինքն վկայում են։ Օրինակ ծննդոց գրքից մինչև Մաղաքիա մարգարեն վերջին մարգարեն, այսինքն ամբողջ 5 կտակարանը վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին։ Ամբողջը։ Օրենքները չպահելով կամ պահելով իրենք արդարացան թե չէ, բայց օրենքները մեկ կարևոր առաքելություն են արել, մեզ պատրաստել է Քրիստոս։ Օրինակ Եսայի մարգարեն ինչ էր ասում, ահագույսը պիտի հղիանա, մի որդի պիտի ծնի եւ նա անունը պիտի դնեն Հիսուս, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Կամ Հակոբը, երբ որ Հուդային օրհնում էր, ասաց քո սերնդից դուրս կգա մեկը, ում պատկանում են հանդերձյալները։ Կամ ինչպես Մովսես մարգարեն, օծը երբ որ խայթում են մարդիկ մահանում են, պղնձոցը կախեց անապատի մեջ, խայթված մարդիկ նայում էին, փրկվում են, այնպես էլ մեղավոր մարդը պիտի ներ խաչին, Քրիստոսին եւ փրկվեր։ Ուրեմն օրենքները մեզ պատրաստել են այս վկայություններին։ Հիմա տեսեք նորից կարդամ ինչ է ասում։ Բայց հիմա առանց օրենքի էլ Աստծո արդարությունը հայտնված է, այսինքն Քրիստոս արդեն մեր մեջ է, օրենքը չէ, որ մեզ պահելու է, պահպանելու է եւ մարգարեների վկայությամբ այդ ամենին մենք ծավալենք։ Եթե մարդը օրենք պահելով չի կարող արդարանալ, ուրեմն ինչ անենք, ասենք որ օրենքը անհրաժեշտություն չի, այլևս մեզ չպահենք որևէ օրենքներ։ Պիտի պահենք սիրելիներ։ Ուրեմն սա այդ ուղին է, որ տանում է մեզ դեպի Հիսուս Քրիստոս։ Գաղատացիների նամակի մեջ Պողոս Արաքյալն ասում է, օրենքը մեզ դաստիարակ եղավ, ինչև Հիսուս Քրիստոս, այսինքն օրենքը մեզ դաստիարակեց, մեզ մեր սահմանների մեջ պահեց, մեզ կրթեց, որպեսզի մենք հասնենք Հիսուս Քրիստոսին, եւ հիմա ասում որ Հիսուս եկավ, այլևս դաստիարակի պետք չունենք, որովհետեւ մկրտվելով Հիսուս Քրիստոս է, որ ապրում ու գործում է մեր մեջ։ Այս նոր արդարությունը ինչ է, Քրիստոսի արդարությունը, որ ամեն ինչից վեր է սիրներ, այսինքն մարդը պիտի արդարանա Հիսուս Քրիստոսով։ Վերջին օրերին պիտի հայտնվի Տիրոջ լեռը, Աստծո տան,
լեռների գագաթներին պիտի բարձրանա բլուրների վրա եւ բոլոր հեթանոսները պիտի շարժվեն դեպի նա։ Այսինքն, երբ որ Քրիստոս հայտնվեց, բոլոր ազգերը, բոլոր ժողովուրդները շարժվեցին դեպի Հիսուս Քրիստոս, որովհետև փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է։ Բոլոր մարգարեները Հիսուսի մասին վկայել են, խոսել են, մարդիկ կարդացել ու անցել են։ Նույնը, երբ որ Աստված Նոյի հետ խոսեց, ասաց, որ մարդկանց մեղքերի աղաղակը ինձ հասավ, եւ մի ասաց՝ մի տապան պատրաստիր, որպեսզի դուք ընտանիքը փրկվեք։ Քանի տարի տևեց տապանի կառուցումը? 120 տարի ապրեք։ Ուրեմն Նոյը 120 տարի ոչ միայն տապան էր կառուցում, այլև 120 տարի քարոզում էր, որ ջրհեղեղ պիտի լինի, բայց մարդիկ չհավատացին։ Հիսուս ինչ ասում Մատթեոս ավետարանի մեջ, որ Տիրոջ երկրորդ գալուստը, այսինքն դատաստանը, նույնպես Նոյի օրերի պես պիտի լինի, ասում է մարդիկ պիտի ամուսնանան, կանայք մարդիկ պիտի գնան, պիտի ուտեն, խմեն, զվարճանան այնքան, մինչև Տերը հայտնվի։ Ուրեմն նույնիսկ այսօր էլ այս վկայությունները, որ կան, որ աշխարհը պիտի վախճան ունենա, կամ ամենապարզ, որ մենք պիտի մի օր մահանանք, մարդիկ լուրջ չեն վերաբերում մահվանը։ Ուտում են, խմում են, ասում են՝ մի կյանք է տրված, ինչ ուզենք կարող ենք ան, մինչև այն պահը, մինչև մահը գալիս է մեզ։ Եվ բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նանով մեղքերի թողություն կստանան։ Սա Պետրոս առաքյալի խոսքն է Գործք առաքելուց։ Ուրեմն երբ օրենքը հավատքով դրվի մարդկանց մեջ, մարդկանց սրտերի մեջ գրվի, այսինքն այս թղթի գրիվից դուրս գա օրենքը գրվի մարդու սրտերի մեջ, այն քարե տախտակների 10 պատվիրանը հանենք ու գրենք մեր սրտերի մեջ, այն ժամանակ մենք իրական հավատք կունենանք եւ կկարողանանք դեպի փրկություն գնալ։ 22-րդ համարը, որտեղ Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոս եղած հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար, չկա ոչ մի խտրություն։ Տեսեք սներ, փրկվելուց առաջ մարդը ինչ պիտի անի։ Դատավորը, երբ որ կալանավորին պիտի արձակի, այսինքն ինչ պիտի անի։ Պիտի արդարացնի, ապրեք։ Ուրեմն փրկվելուց առաջ նախ պիտի արդարանանք։ Ուրեմն Հիսուս Քրիստոս եկավ, իր կյանքով մեզ արդարացրեց, նոր փրկության բերեց։ Մինչև չարդարանաս, չես կարող փրկվել։ Դրա համար ասում է, այս նոր արդարությունը Հիսուս Քրիստոսով է եւ խտրականություն չկա բոլոր հավատացողների համար։ Այսինքն թե հրյաներ, թե հեթանոսներ, ովքեր Հիսուս Քրիստոսին կհավատան, այդ հավատքը իրենց համար արդարություն կդառնա եւ արդարությունով էլ իրեն կգան փրկության։ Ուրեմն անիրավ մարդուն Աստված չի ընդունելու եւ չի ունենալու հնարավորություն դեպի փրկություն, չի ընդունելու։ Այն մարդը, որ Քրիստոսին տեսավ ու չհավատաց, նա չի կարող փրկություն ունենալ։ Չկա աշխարհում մեր այդ ուրիշ անուն, որ կարող ենք դրանով փրկվել։ Միայն Հիսուս Քրիստոսին հավատալով կարող է մարդը փրկվել։ Շատ հաճախ մարդիկ հարցնում են, բա աշխարհի մեջ այսքան մարդ կա, 8 միլիարդ մարդ կա, ո՞նց պիտի փրկվեն։ Միայն Հիսուս Քրիստոսին հավատալով։ Դրա համար Հիսուս մինչև այս ավետարան աշխարհի բոլոր անկյուններում չքարոզվի, չի գալու գալուստը։ Ուրեմն բոլոր մարդիկ աշխարհի մեջ ամենափոքրից մինչև ամենամեծը հնարավորություն ունեն ճանաչելու Հիսուս Քրիստոսին։ Կճանաչեն, կընդունեն, կփրկվեն, չէ, չեն կարող։ Ուրեմն այս նոր արդարությունը մեզ փրկություն բերեց, սակայն այն մերը դարձնելու համար պետք է նաև ինչ անել, Հիսուս Քրիստոսին հավատալ։ Մենք արդարացվեցինք, այսինքն մենք ոչ մի բան չարեցինք, Աստված զրիաբար Քրիստոսին տվեց մեզ փրկվելու համար, բայց դու ինքդ պիտի հավատաս։ Հիշում եք Հիսուս բոլոր հիվանդներին, ովքեր իրեն դիմում էին, առաջին բանը, որ Հիսուս հարցնում էր, ինչ էր, հավատում ես, որ ես կարող եմ անել։ Այսինքն, երբ որ մարդը չէր ասում հավատում եմ, Քրիստոս չէր կարող օգնել։ Նույնը երբ որ հիվանդը ինքը չուզենա բժշկվել, բժիշկը ոչինչ չի կարող անել այդ հիվանդի համար։ Հիվանդը ինքը պիտի պայքարի, ինքը պիտի ուզի, որպեսզի ապրի։ Նույն ձևով էլ եթե դու չես ուզում որ Քրիստոսով ապրել, դու չես կարող։ Սա բոլորի համար է անխտիր։ Բոլոր մարդկանց համար է այս հրավերը, որ Հիսուս Քրիստոսին հավատալով արդարանալ, մաքրվել, սրբվել եւ գնալ դեպի փրկություն։ 23-րդ համարը, որովհետեւ ասում է բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկվեցին Աստծո փառքից։ Բոլոր մարդիկ էլ արդեն խոսեցին, որ մեղանչել են, մեղանչում են, պիտի մեղանչեն, սիններ ով էլ որ լինեն։ Մինչև մեր մահվան վերջին վայրկյանը մենք կարող ենք մեղք գործել։ Մարդը կարող է իր ամբողջ կյանքում հավատալ, բայց անժամանակ մի հատ չարորակ հիվանդություն գա, եւ առաջին բան ինքը թերահավատ դառնա
հրաժարվի Աստծոց, ասի այսքան տարի քեզ աղոթեցի, սա էր ինձ սպասում։ Կամ հարազատի, մտերիմի, զավակի մահը կարող է պատճառ դառնալ, դրա համար ասում է բոլոր մարդիկ էլ մեղանչեցին եւ զրկվեցին։ Ուրեմն սա ոչ միայն խորհուրդը ինչն է, ոչ միայն Ադամի գործած մեղքի հետևան, այլև ներգործական մեղքը, որ մենք կամավորապես գործում ենք մեղքեր, որը հաճելի չէ եւ մեզ, բայց մենք վարժված ենք այդ մեղքերը գործել։ Օրինակ սուտը, երբ որ մենք խոսում ենք ինչի համար է, առաջինը դա պաշտպանական բնազդն է, որ մեր մեղքը չբացահայտվի, մենք խայտարակենք, սուտ ենք խոսում։ Հետո սուտի վրա մեծ ուրիշ սուտ ենք խոսում, այդ սուրտ աթարացնելու համար, այդ սուտը ծածկելու համար, հետո ուրիշին ենք համոզում, որ արի ասա, որ այսպես եղել, հանկարծ ես չպատժում։ Տեսեք, ամենապարզ բանը, պատժից վախենում ենք, երկրավոր պատժից։ Դրա համար անիրավն էլ ասում է իր մտքի մեջ մեղ գործ, Աստված չկա իմ առջև։ Որ երբ որ դու քո մտքի մեջից էլ Աստծուն հանում ես, դու ի վիճակի ես դառնում արդեն մեղ գործելու։ Եվ ինքնուրույն գործ փրկվելու համար մարդ ուրեմն կարիք ուներ ինչի դեղի։ Այսինքն բժշկարար դեղի կարիք ուներ մարդը, այդ դեղը Հիսուս Քրիստոսն էր։ Երբ որ մարդ այնպեսի մեղք է գործում, անհնար է օրենքով արդարանալ, միակ հույսը Քրիստոս է, դեղահաբը Քրիստոսին ընդունել քո կյանքի մեջ, խաչը Քրիստոսի կենաց ծառն է եւ Քրիստոսը ծառի պտուղն է, ինչպես որ Ադամն ու Եվան կամավորապես քաղեցին, կերան, մեռան, այնպես էլ Քրիստոսին ճաշակելով դու ապրում ես եւ այդ դեղը ընդունելով փրկվում ես մեղքերից։ Եվ բոլոր մարդիկ ինչ էլ որ անեն այս աշխարհի մեջ, փոքր ժամանակ, միջին տարիքում, մեծ տարիքում ի վիճակի են ապրել այդ ճշմարտության մեջ, բայց շատ հաճախ մենք աշխարհն ավելի ենք սիրում եւ աշխարհային ցանկություններն ենք ավելի սիրում եւ զրկվում ենք այն հոգեվոր հավիտենական կյանքից, որ Քրիստոս պատրաստել է մեզ համար։ 24-րդ համարը, բայց նրա շնորհիվ ձրի արդարացան Քրիստոս Հիսուսի միջոցով եղած փրկությամբ։ Ուրեմն այստեղ Աստված Պողոս առաքյալը ներկայացնում է ամբողջ ավետարանի էությունն ու բովանդակությունը։ Ձրի արդարացանք, այսինքն մենք ոչ մի բան չարեցինք, բայց արդարացանք։ Փրկությունը մեր շնորհը չէ կամ մեր արժանիքը չէ, սա Աստծո ձրի պարգևն է։ Քրիստոս տրվեց աշխարհի համար մարդկության մեղքերը լվանու, մաքրելու, փրկելու համար։ Դրա համար Հովհաննեսը մեջ ասում է. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց աշխարհի փրկության համար։ Ուրեմն ձրի ստացանք այդ պարգևը։ Հիմա հարց. երբ որ մեզ մի բան ձրի են տալիս, մենք գնահատում ենք դա։ Չենք գնահատում։ Երբ որ մեզ նվեր են տալիս, մենք այդ նվերը մենք ուրիշին ենք փոխանցում, չենք էլ պահում, չգիտենք էլ այդ մարդին սիրով է տվել, չենք էլ գնահատում, որովհետև ձրի է։ Երբ որ դու ոչինչ չես անում, քեզ ինչ որ մի բան տալիս են, դա քո համար արժեք չէ։ Հիմա փրկությունը մեզ ձրի է տրվել, մենք չենք աշխատել դրա համար չենք գնահատում։ Երբ որ մեկը ինքը հողի հետ կռիվ է տալիս մշակում է, ամեն կոպեկի համար դողում է, որովհետև դա իր քրտինքն է։ Բայց երբ որ ինչ որ մեկը տալիս է մեր գումարը ծախսի, ինքը մի անգամից մեկ օրում կամ մի քանի օրում վատնում է այդ գումարը, վերջացնում է։ Կամ երբ որ մեկը գնում է խաղատունը գումարը շահում, հիմա արժե ինքը քրտինք չի թափել դրա համար, կամ գողություն արած գումարը վարքյանական վատնվում է։ Բայց երբ որ դու տառապում ես դրա համար, քեզ համար արժեք է դառնում։ Եվ քանի որ մեր կյանքն էլ ձրիաբար է մեզ տրված, մենք այդ փրկությունը ձրի ենք ստացել, մենք չենք գնահատում։ Ուրեմն ձրիաբար մենք այդ փրկությունը ստացանք, բայց մարդիկ մեղքի պատճառով հույս չունեին, վստահություն չունեին, որ կփրկվեն, Աստված ձրիաբար այդ հույսը տվեց մարդուն։ Բայց մարդը նորից այդ հույսը վերցրեց, դեն շպրտեց, մերժեց Աստծո շնորհը, սիրելով փրկվելու հնարավորությունը, սիրով ապրելու այդ առիթը թողեց եւ նորից գնաց մեղքի պատճառով։ Ուրեմն Հիսուս իր կյանքով վճարեց մեր փրկությունը, այսինքն իր կյանքը տվեց։ Ձրիաբար տվեց, ասեց ես պատրաստ եմ կզոհվեմ, դուք փրկվեք, մենք ասեցինք համաձայն ենք, դու զոհվի, մենք կփրկվենք, բայց մենք նորից հրաժարվեցինք։ Մի օր մի քաղաքում համաճարակ է սկսվում եւ որպեսզի համաճարակը կարողանան կանգնեցնել, բոլոր քաղաքի բոլոր բնակիչներից արյուն են վերցնում եւ մեկ հոգու 14 տարեկան մի տղայի արյուն է համապատասխանում, որ կարող են այդ վարակի դեմ առնել եւ ամբողջ քաղաքը գալիս է, խնդրում է որ տղայի կյանքը, բայց տղան պիտի մահանա, որ արյունը հանեն, ասում է ամբողջ կյանքում երախտապարտ կլինեն քո տղային։ Հայրը ասում է պետք չի երախտապարտ լինել, ընդամենը իմ տղայի հիշատակը պահեք։
Համաձայնվում են, տղայի արյունը վերցնում են, տղան մահանում է, սաղ քաղաքը փրկվում է, կարճ ժամանակ հետո ոչ ոք տղայի մասին չի հիշում։ Նույն բանն է լիներ։ Հիսուս եկավ, ասացինք դու զոհվի, դու մեզ փրկություն տուր, մենք ապրենք, խոստանում ենք, չենք գողանա, չենք սպանի, չենք դավաճանի, չենք ուրանա, մեղքեր չենք գործի, բայց հաջորդ օրը սկսեցինք նորից նույն կյանքով ապրել։ 25-րդ համարը, որովհետև Աստված նրա արյամբ հավատի միջոցով որպես քավություն էր նախասահմանել ապացույց իր արդարության, ի թողություն ավելի առաջ Աստծո համբերության ժամանակ գործած մեղքերի։ Ուրեմն Հիսուս արդեն բացահայտ այստեղ ասում է Պողոս Արաքյալը քավության զոհ դարձավ։ Ինչ է քավությունը, որ մենք ասում ենք, այս մարդուն քավության նոխազ մի դարձրեք։ Այսինքն սա նշանակում է մեկը, ով այդ մեղքերը չի գործել, բայց ուրիշի գործածի պատճառով նեղությունները չի կրում, դժվարությունները կրում, կամ պատժվում է, կամ սպանում են այդ մեկին։ Ուրեմն Հիսուս ամբողջ մարդկության մեղքերի քավության զոհը դարձավ։ Անարատը, մաքուրը, սուրբը եկավ, մեղավոր մարդկանց գործած մեղքերի համար խաչվեց։ Մենք պատրաստ ենք մեր մեղքերի ուրիշի համար խաչվել։ Չէ։ Մենք սկի մեր ու արածի համար չենք ուզում պատասխանատվություն կրենք, ուր մնաց որ ուրիշների համար։ Ուրեմն բայց այս ամենը ինչն էր ամբողջ նպատակը, որ երբ որ Հիսուս խաչվեց, այս քավության զոհը դարձավ, պայման կա որ Աստված այլևս մարդկության մեղքերը չէր հիշատակելու։ Մոռացավ այդ բոլոր մեղքերը, ջնջեց ամեն բան։ Երբ որ ջրհեղեղից հետո Նոյը զոհ մատուցեց, Աստված ինչ արեց։ Ասեց այլևս մարդկության մեղքերի պատճառով ամբողջ աշխարհը չեմ պատժելու եւ ծիածան ասեց թող լինի իմ նշանը, որ ես հաշտ եմ մարդկության հետ։ Այսինքն մարդը ինչ որ անում է, ինչ որ գործում է, միշտ փնտրում է մեկին, որ իր փոխարեն ուրիշը պատասխանատվություն կրի։ Նույնիսկ երեխաները, չէ՞, որ կրում են ասում ես չէ, ինքն էր, ինքը սկսեց։ Ասենք մի անգամից պատասխանի վրայից գցում են։ Մենք էլ մեծանում ենք, ավելի մեծ բաներ ենք անում, որպեսզի ուրիշներին վրա գցենք այդ մեղքը։ Եվ ինչ է ասում Եբրեցին նամակի մեջ, ոչ էլ նոխազների եւ զվարակների արյունով մի անգամ ընդմիշտ իր իսկ արյամբ մտավ սրբարան հավիտենական փրկության ապահովելու համար։ Ուրեմն մեկ անգամ ոչ նոխազները, ոչ մյուսները, տեսեք, քահանաները, երբ որ իրենք կենթանիների զոհ էին մատուցում մարդկանց մեղքերի համար, կամ քահանայապետը տարվա մեջ մեկ անգամ մտնում էր սրբություն սրբոցը ժողովրդի մեղքերի համար աղոթելու Աստծուն, ասում է մեկ ընդմիշտ, մեկ անգամ Քրիստոս իր արյունը թափեց մարդկանց փրկելու համար։ Այստեղ հետարքական խոսք կար, ասում է հավատի միջոցով որպես քավություն էր նախասահմանել ապացույց իր արդարության ի թողություն ավելի առաջ Աստծո համբերության ժամանակ գործած մեղքերի։ Որն է Աստծո համբերության ժամանակ գործված մեղքերը։ Այստեղ շատ կարևոր հետարքիր բան կասեմ։ Ուրեմն դարեր շարունակ Աստված հրյաների հանդեպ մեծ երկայնամտություն ու հանդուրժողականություն չէ ցուցաբերել, այսինքն դարեր, տեսեք Եգիպտոսից հանեց, որ ստրուկ էին, ծառայում են եգիպտացիներին, եկան անապատ, ասեցին մենք սոված ենք, դու բերեցիր մեզ անապատում սպանել, այսինքն ապստամբեցին Աստծո առջև, եւ այսպես շատ բազում մեղքեր Աստված հանդուրժողականություն ցուցաբերեց։ Տերը առաջ գործած այդ մեղքերը, որ իրենք Քրիստոսից առաջ գործել էին, ներեց, ջնջեց, համբերություն ցուցաբերեց, նրանց պատիվը պահեց։ Նա ուզում էր, որպես մարդիկ ապաշխարեն, հավատքով դառնան դեպի իրեն եւ Քրիստոսի միջոցով փրկություն գտնեն։ Այսօր մենք քրիստոնյաներ ենք, 2000 տարվա քրիստոնյաներ ենք, բայց ամեն տեսակ մեղքեր ենք գործում եւ Աստված հանդուրժողականությամբ, համբերությամբ սպասում է, թե մենք երբ պետք է ապաշխարենք, դարձ ունենանք, հավատքի կյանք ապրենք եւ դեպի փրկություն գնանք։ Հիսուսի վրա դնելով մարդկանց մեղքերը եւ նաեւ առիթ ընձեռեց մարդկանց, որպեսզի փրկության հասնեն։ Ուրեմն սա է համբերությունը Աստծո, որ Աստված ինչքան էր որ մարդկանց մեղքերը շատանում են, մեղքերը բարձր աղաղակում են դեպի երկինք, Աստված համբերություն է ցուցաբերում այս մարդկանց մեկ նպատակով՝ ապաշխարությամբ դեպի փրկություն առաջնորդելու։ 26-րդ համարը ապացույց իր արդարության ներկա ժամանակներում, ապացույց այն բանի, որ ինքն արդար է եւ կարդարած նրան, ով Հիսուսին է հավատում։ Ուրեմն Աստված Հիսուսին ուղարկեց, որպեսզի մեր մեղքերի քավությունը դառնա, արդեն ասեցինք, որով նաեւ
իր արդարությունը երևաց։ Այստեղ երկու բան ասում է, Աստծո արդարությունը երևաց եւ երկրորդ արդարացվեցին Հիսուսին հավատացողները։ Նախ Աստծո արդարությունը եղած, որ ինքը խոստացել որ բոլոր մարդիկ պիտի փրկվեն, Հիսուսին տվեց այդ փրկության համար, եւ նրանք ովքեր հավատացել էին, այդ խոստումները կատարվեցին։ Մենք մարդիկս երբ որ մի բան խոստանում ենք, շատ շուտ էլ մոռանում ենք, չէ՞։ Երբ որ ժամանակը անցնում է, որ ասել ենք, մենք ամբողջ կյանքում խոստանում ենք այսպեսին կլինենք, օրինակ բժիշկը ասում է խոստանում է, որ անկաշառքը ծառայի։ Օրինակ մենք սուրբեր ունենք, այդպես է գրված, անարծատ բժիշկներ։ Այսինքն իրենց ամբողջ կյանքի ընթացքում այս բժիշկները գումար չեն վերցրել։ Բժիշկի կոչումը մարդու կյանքը փրկելն է, բայց դրա հետ մեկտեղ նրա հոգու հետ գործ ունի, այսինքն փողի համար հիվանդին չխնամես։ Այդ երթումը կար ժամանակ հետո մոռանում է։ Հոգևորականը խոստանում որ ամբողջ կյանքում սուրբ ապրի, մաքուր ապրի, կար ժամանակ հետո բազում մեղքեր մեջ է թաթախվում, աշխարհիկ մարդկանց նման նույնիսկ գուցե ավելի մեղքեր է գործում։ Զինվորականը խոսում է անձնարար ծառայել, բայց առաջին դժվարության ժամանակ փախնում է իր ծառայությունից։ Ոստիկանը խոստանում է կարգ պահել, բայց առաջին կարգազանց ինքն է դառնում։ Դատավորը խոստանում է անաչառ դատել, բայց ինքը կաշառքով մեղավորին արդարացնում է, արդարին մեղադրյալ է դարձնում։ Ուսուցիչը խոստանում է երեխաները դաստիարակել, ոչ միայն կրթություն տալ, այլև բարի օրինակ դառնալ, բայց կրթության մեկտեղ երբեմն չարություն է սերմանում իր վստահված աշակերտների մեջ։ Տեսեք, նույն բանն է, բայց Աստված իր խոստումը երբեք չդրժեց։ Խոստացել որ պիտի փրկեց, խոստացել որ պիտի իրեն հավատացողներն արդարանը, բոլորին արդարացրեց։ Ուրեմն այստեղ երևում է երկու կարևոր բան. Աստծո սերը եւ հավատարմությունը իր խոստմանը։ Ուրեմն Աստված այնքան է մեզ սիրում, այնքան է մեզ համար հոգ տանում, որ իր սերը ինչ էլ որ լինի, չի նվազում եւ չի պակասում։ Սերը միակն է, որ երբեք չի պակասում, չի թերանում, չի անհետանում։ Դա միակն է, որ Աստված տալիս է մարդուն, եւ Աստված սերը եւ մարդն էլ պետք է այդ սիրով կարողանա այդպես ապրել։ Ուրեմն Աստված չի զոհաբերում արդարությունը հանուն ողորմության, տեսեք, սա սուրբերից մեկի խոսքն է։ Աստված չի զոհաբերում արդարությունը ողորմության համար եւ ոչ էլ մերժում է ողորմությունը հանուն արդարության։ Դրա համար միշտ ասում ենք Աստված ողորմած է, չէ՞, այսինքն ինչքան որ ինքը արդար է, մեկ այդ ողորմությունը չի մերժում։ Ինչքան որ ինքը ողորմած է, իր արդարությունը չի զոհաբերում այդ ողորմության։ Ուրեմն այնպես է անում, որ ամեն միջոց գտնի որևէ մեկին փրկելու համար։ 27-րդ համարը իսկ արդ ուր է մնում պարծենալը, իջիկ դարձավ։ Ինչ օրենքով գործերի օրենքով, ոչ այլ հավատի օրենքով։ Հիմա տեսեք, ասում է, որ մնաց պարծենալը։ Հիմա հասկացանք, որ օրենքով չենք, որ փրկվել ենք, ոչ էլ օրենքի գործերով։ Ոչ ոք չի կարող բարի գործերով, սա միշտ հիշենք, կամ հրեական օրենքները պահելով արդարացվել։ Հիշում եք նամակների պատճառը Պողոս առաքյալը հիմնական ինչն էր գրում, որ շատ հրեաներ գալիս են նորադարձ քրիստոնյա համոզում են, որ ճիշտ է, դուք Քրիստոսին հավատացել եք, մկրտվել եք, բայց պետք է նաև թլպատվեք, հրեական օրենքներ պահեք, որ ձեր փրկությունը կատարյալ դառնա։ Հիմա ասում է այստեղ ուր մնաց ձեր պարծանքը, ինչ օրենք, ինչ բարի գործեր։ Ուրեմն բարի գործեր կատարելով եւ հրեական օրենքներ պահելով մենք չենք արդարանալու։ Որևէ քրիստոնյա, եթե ինքը այստեղ այնտեղ բարեգործություն անում, բայց ինքը երբեք ծնկի չի շնում, Աստծո առջև չի աղոթում, ինքը չի արդարանալու։ Շատ եկեղեցիներ կառուցող մարդիկ իրենք այդ եկեղեցիները չեն մտնում։ Ուրեմն իրենց կառուցած եկեղեցին այս փրկություն չի բերելու։ Դա որևէ մեկ այն որ ասում են դե ինքը այսքան եկեղեցի է կառուցել, սա էլ դա Աստծո համար արժեք չունի, եթե դու քո սրտի եկեղեցին չես կառուցել եւ քո հոգու տաճարը ավելի գեղեցիկ չես դարձրել։ Մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հավատքով եւ ոչ թե օրենքի գործերով, քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացվելու օրենքի գործերով, հետեւաբար պարծենալու կարիք եւ տեղ չկա։ Այսինքն երբ որ ես քրիստոնյա եմ, կարիք չկա որ ես պարծենամ, որ ես քրիստոնյա եմ, վերջ արդեն երկնքի հարքայություն տեղ ունեմ, կավլիցի։ Մինչև կյանքիս վերջին վայրկյանը կարող է 1000 անգամ կորցնեմ այդ փրկությունը եւ ուրանամ Քրիստոսին եւ սա ինձ համար այլևս պարծանքի առարկա չէ։ 28-րդ համարը, որովհետեւ մենք ընդունում ենք, որ մարդը հավատով է արդարանում առանց օրենքի գործերի։ Հիմա տեսեք, առաքյալի
Այս խոսքը, տեսեք, որևէ ազգի չի վերաբերում, չէ՞, այլևս չի խոսում հрьяաների կամ ասում է որևէ մարդ միայն հավատքով պիտի արդարանա։ Այսինքն ամեն մարդ աշխարհի մեջ յուրաքանչյուր էակ ինքը միայն հավատքով կարող է արդարանալ։ Կարող են Ադրբեջանից էլ փրկվող լինել, Թուրքիայից էլ, Պակիստանից էլ, Հնդկաստանից էլ, Շրի Լանկայից էլ, եթե մարդը հավատացել է Քրիստոսի համար կամ երկնքի արքայության մեջ ազգություններ չկան, կաթոլիկներ, ուղղափառներ, առաքելականներ, բողոքականներ երկնքի արքայության մեջ չկան։ Այսինքն ամեն մեկ իր առանձին դրախտը չունի, առանձին մեկ իր բնակվելու տեղը չունի։ Երկնքի արքայության մեջ բոլորը Աստծո որդիներ են, նրանք, ովքեր հավատացել են Հիսուս Քրիստոսին, Հիսուս Քրիստոսով պիտի արդարանան եւ պիտի փրկվեն։ Ուրեմն մարդու արդարանալը մեղքերից լինելու է հավատքով եւ Աստծո շնորհով։ Հավատացիր, շնորհով պիտի փրկես։ Ուրեմն պետք է հավատքից ծնվեն գործերը, գործերից պիտի ծնվի հավատքը, կենթանի պահեն եւ կարողանան հասնել այդ կենթանի հավատքով փրկության։ Հասկացաք։ Նորից ասեմ այդ տողը, պետք է հավատքից ծնվեն գործերը։ Այսինքն որ դու հավատում ես, պիտի գործեր անես։ Գործերը պիտի ծնվի կենթանի հավատքը եւ այդ կենթանի հավատքով պիտի հասնես փրկության։ Հակոբոս առաքյալի խոսքի շարունակությունն է սա։ Ցույց տուր քո գործերը առանց հավատքի, ցույց տամ իմ գործերը հավատքով։ Հավատքը առանց գործերի մեռած է։ Ուրեմն հավատքը պիտի բերի գործ, այսինքն առաքինի կյանքը պիտի հզորացնի քո իրական կենթանի հավատքը եւ այդ կենթանի հավատքով դու պիտի հասնես փրկության։ Ով քեզանից բացի ներողություն ես սխալ կարդացի 29:30 համարները Աստված միայն հрьяաներին է եւ հեթանոսներին ոչ, այո, հեթանոսներին է, քանի որ մեկ Աստված կա, որ արդարացնում է հավատի միջոցով եղած թլպատությունը, ուրեմն եւ անթլպատությունն էլ նույն հավատով։ Ուրեմն Աստված թե հрьяաների, թե հեթանոսների Տերն է եւ խտրականություն չկա։ Ասում է, եթե թլպատվածներին արդարացնելու հավատքով, անթլպատներին նույնպես պիտի արդարացնի հավատքով։ Սա հрьяաների համար հասկանալի չէ, որովհետեւ իրենք գիտեն, որ միայն իրենք պիտի փրկվեն։ Ես ձեզ պատմել եմ, որ նույնիսկ Սողոմոնի կառուցած տաճարի մի սրահը, որ հեթանոսների համար էր հատկացված, որ հեթանոսները գան, մտնեն, Աստծուն ճանաչեն, հрьяաները այնքան չէին սիրում հեթանոսներին, որ այդ սրահը վերածեցին շուկայի, այդ գառները, աղավիները այդտեղ էին վաճառում, որ հեթանոսները տաճար չմտնեն։ Բայց ասում է, ինչ է կարծում, Աստված մեն հрьяաներն է, ոչ, այլև հեթանոսներին է։ Եթե սրանց արդարացնելու է, նրան էլ պիտի արդարացնի։ Եթե ես մկրտված լինելով պիտի փրկվեմ, չմկրտված մարդն էլ մի օր իր հավատքով պիտի գա փրկության, հավատալով եւ մկրտվելով Քրիստոսի անունով։ Եվ եթե մենք կարողանանք նաեւ սիրել այս ամենի մեջ, ամենակարևորն է հավատքի մեջ սերը շարժող ուժն է։ Թե սեր չունենաս, դժվար կլինի, եթե սեր չունենաս, համբերություն չես ունենա, եթե սեր չունենաս, ձգտում էլ չես ունենա այդ փրկությանը հասնելու համար։ Ոչ քեզանից բացի չկա այլ Աստված, որ հոգա բոլորի համար, որին հայտնի դարձրեցիր, թե անարդար չես դատելու։ Սա Սողոմոնն խոսքն է, ասեն, քեզանից բացի չկա այլ Աստված, եւ դու քեզ հայտնեցիր, որ դու արդար ես դատելու։ Այսինքն տարբերություն, խտրականություն չես դնում։ Նույնիսկ փարիսեցիները, որ Հիսուսին ատում էին, ասում են վարդապետ, գիտենք, որ դու անաչառ մարդ ես։ Մարդկանց մեջ խտրականություն չես դնում։ Մենք ենք, որ մարդու հակածով են գնահատում մարդու վարած մեքենայով ենք որոշում ինքը լավ մարդ է թե վատ մարդ է, մարդու պաշտոնով ենք գցնում իրեն, որ մեզ օգտակար լինի, ոչինչ որ ինքը շատ մեղավոր մարդ է, բայց ինքը մեզ պետք է։ Բայց ովքեր ազնիվ են, մաքուր են, գողացող չեն, խաբեբաչ չեն, հասարակության մեջ տեղ չունենք, մենք նրանց թույլ մարդիկ, վախկոտ մարդիկ ենք համարում։ Իսկ Աստված այդպիսի մարդկանց է գնահատելու երկնքի արքայության մեջ։ Եվ այսօրվա վերջին համարը Արդ այս հավատով միթե իջիկ ենք դարձնում օրենքը, քավլիցի, ընդհակառակը օրենքն ենք հաստատում։ Հիմա ինչ ասում Պողոս առաքյալը, այսինքն հիմա եթե այսքան ես թվարկեցի, այսինքն օրենքը անիմաստ է, ասում է չէ, հակառակը մենք օրենքն ենք հաստատում։ Ինչ է սա նշանակում։ Եթե փրկության համար միայն հավատք է անհրաժեշտ, այսինքն Քրիստոսի հանդեպ վստահություն է անհրաժեշտ, ուրեմն օրենքը անարժեք է դառնում այստեղ։ Սա է բառացի հարցադրումը։ Ինչու՞։ Ուրեմն հավատքը օրենքը չի արժևորում, այլ դրանով հաստատվում է։ Այսինքն, երբ որ դու հավատում ես, օրենքներն էլ գրվում են, հաստատվում են ինչի համար, որ քո հավատքը ճիշտ ապրես։ Օրինակ, մինչև 325 թվականը
ոչ մի տեքստ չկար հավատամք, ինչ որ մենք պատարագի ժամանակ արտասանում ենք հավատամքը, սա նիկեական հավատամքն է։ Առաջին տիեզերական ժողովի ժամանակ կազմած։ Ինչու չկար։ Որովհետև մարդկանց մեջ խժդություններ չկար, խաբեություններ, կեղծիքներ չկա, մինչև որ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում Արիոս անով մի քահանա պատարագի ժամանակ քարոզեց, որ Հիսուսը Աստված չէ, արարած է, ուրեմն չի կարելի իրեն Աստված համարել։ Սա պատճառ դարձավ բաժանումի, հավաքվեցին ամբողջ աշխարհի քրիստոնյա հոգևորականները, ժողով գումարեցին, որ հավատում ենք մեկ Աստծուն, ճշմարիտ Հորը, Հիսուս Քրիստոսին, որ լույս է լույսից, այսինքն եթե Աստված լույս է, որդին էլ է լույս, որդին փոքր չէ, կրտսեր չէ, չի եղել մի ժամանակ, որ որդին չլինի, այսինքն այս բոլոր բանաձևերը սահմանվեց, օրենք դարձավ, որ ուղղափառ հավատքը սա է, առաքելական հավատքը սա է։ Այս կետերին պիտի համապատասխանես, ոչ թե ասեն, ինձ համար չկա առաքելական կաթոլիկ, ես բոլոր եկեղեցիները գնում եմ, այդպես չի լինում։ Քո համար մի հորենական տուն կա, 10 տուն չես գնում, ասես հորս տունն է։ Եթե դու առաքելական եկեղեցու զավակ ես, սա է քո տունը։ Ուրիշ տեղ պետք չունես գնալու փրկություն փնտրելու համար, կամ այսպես խմբակներ տարբեր գնալուց հետո կարիք չունես ասելու, վայ, սխալվեցի, դու չպիտի գնայիր, դու չես կարող քո ծնողիդ փոխել, սա է քո տունը, եւ այս հավատքը սա է, որ օրենքը դրվում է, հաստատվում է հավատքը ճիշտ պահելու համար, եւ օրենքը ծանուցում է մարդու տկարությունները, չէ՞, այսինքն օրենքն է ցույց տալիս, որ որտեղ տկարացար, ինչ մեղքեր գործեցիր, խրատելով, որ դու պետք է Տիրոջից շնորհ խնդրես այդ տկարությանդ մեջ, որպեսզի Տերը քեզ օգնի, զորավոր դառնաս, ի շնորհներով էլ օրենքը կատարել է դարձնում մարդուն։ Ուրեմն սիրելիներ, եւ օրենքներն է պետք պահել, եւ հավատքով պիտի մոտենալ այս ամեն ինչին։ Որևէ մարդ այս աշխարհի մեջ չի կարող բոլոր օրենքները պահել, հնարավոր չէ։ Հիշում եք երիտասարդ մեծահարուստին, մոտեցավ, ասաց՝ «Բարի վարդապետ, ինչ անեմ, որ փրկվեմ»։ Ասաց՝ «Պահիր օրենքները», ասաց՝ «Մանկուց պահում եմ»։ Ճիշտ էր ասում։ Ոչ։ Հնարավոր չէ, որ մեկը մանկուց բոլոր օրենքներն ու պատվիրանները պահեր։ Բայց Տերը ուզեց օգնել, ասաց, եթե ուզում ես ավելի կատարյալ լինել, գնա վաճր ունեցվածքդ, արի իմ հետևից։ Ասում քանի որ շատ հարուստ էր, տխուր գնաց, տրտմած գնաց։ Ուրեմն ցանկացած մեկը, որ ինքն էլ ասում է, ես այս բոլոր օրենքները պահում եմ, այս գետ մեկը, որ դու սայթակում ես, Հիսուսը, դու ամբողջ օրենքի առջև ես պատասխանատու։ Որևէ մարդ չի կարող իր ամբողջ կյանքը կատարել, ապրել օրենքներով, հնարավոր չէ։ Բազում սայթակումներ կան, բազում մեղքեր կան, որ ակամա թե գիտակցաբար անգիտակցաբար մենք գործում ենք այդ սխալները։ Մենք ապավինում ենք Հիսուս Քրիստոսին, որ հավատքով պիտի արդանանք, բայց օրենքն էլ մնում է օրենք։ Եթե կա օրենք գրված, դրված, առաքյալներից եկած, սուրբերից եկած, մենք այդ օրենքներին հնազանդվում ենք, բայց մեր փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է։ Ինչ սովորեցինք մենք այսօր մենք սիրելիներս, որ յուրաքանչյուր մարդ այս աշխարհի մեջ ոչ ոք ոչ անմեղ է, ոչ արդար է, ոչ սուրբ է, այլ մենք ձգտում ենք այդ սրբության մեջ ապրելու համար։ Շատ հաճախ տարբեր կրոնական խմբակի մարդիկ ասում են, ինչու են հոգևորական, ասում են հայր սուրբ։ Իրենք սուրբ են, որ սուրբ են ասում։ Իրենք սուրբ չեն, իրենք հանձն են առել սուրբ կյանքով ապրել։ Մենք դա ենք գնահատում։ Մարդը, որ հավատացյալ է դառնում, ինքը ուզում է Քրիստոսին նմանվել։ Դրա համար ինչ էր ասում Պողոս առաքյալը, անմեղադրելի կյանք ունեցեք, անբասիր կյանք ունեցեք, այսինքն ձգտիր այնպիսի մեղքեր չգործել, որ շատերի համար գայթակղության պատճառ դառնա։ Մեր մտքի մեջ, մեր հոգու մեջ, մեր սրտի մեջ մենք կարող ենք մեղքեր գործել, որ մարդիկ չեն տեսնում եւ դրանցից մարդիկ չեն վնասվում։ Բայց երբ որ դու այնպիսի մեղք ես գործում, որ գայթակղում ես շատերին, դու կարես նաեւ այդ մարդկանց կործանման պատճառ դառնալ։ Դրա համար մեր ձգտումն է այս բոլոր մեղքեր իմանալով հանդերձ ձգտել այդ կատարելությանը։ Եվ տեսեք ինչ մեղքեր թվարկեց, եթե սա ասել է դեռ մի քանի հազար տարի առաջ, նույն մեղքերը այսօր են, որ մարդկանց կոկորտները էլի գերեզմանների պես վատն են, գարշահոտ են, չար են, ատելություն կան լեզուների վրա, իրենց ձեռքերը վարժված են սպանության, կործանում ու թշվառություն են բերում, խաղաղությունը չեն սիրում, ատում են, Աստծուն չեն ճանաչում, Աստծուն արհամարհում են, այսօր ավելի շատ է այդ ամեն ինչը։ Սա Դավիթ մարգարեն գրել է իրենից առաջ, իր ժամանակից հետո եղող բոլոր մարդկանց համար, որ բոլոր մարդիկ իմանան, որ մեղքը մեկ է, ուր էլ որ լինես, գալիս է այնտեղ։ Առիթ տվեցիր, ինքը պիտի գա քո մեջ բնակվելու։ Եվ կիրակի օրվա Հիսուսի խոսքը,
երբ որ դևը տեսնում է դու չես մաքրվել, մաքուր չես ապրում, նորից մեղքի մեջ, ասում իրենից ավելի դաժան 7 դև է վերցնում ու գալիս է քո մեջ բնակվելու եւ քո կործանում ավելի վատ է լինում, քան առաջ էր։ Ուրեմն այս ամեն ինչ, որ հիմա Պողոս Արաքելը մեզ թվարկեց, մեկ նպատակ կա, որ հավատք ունենալով կարող ես խաղաղության ու սիրո մեջ ապրել։ Հավատք ունենալով, Քրիստոսին վստահելով կարող ես փրկություն ունենալ։ Դրա համար մի հետաձգեք ձեր հավատքը։ Հավատալ նշանակում է վստահել եւ հետևել Քրիստոսին։ Այդ վստահությամբ գնանք դեպի Քրիստոս, ինչպես այսօր կարդացի ձեզ Երեմիա մարգարեթողը, բոլոր ժողովուրդները պիտի գան դեպի Քրիստոս, ուրեմն մենք գնանք դեպի Քրիստոս, որպեսզի Քրիստոսը մեզ ասի. «Օրհնյալ եղեք իմ հոր օրհնվածներ, մտեք իմ ուրախության մեջ»։ Աստված պահապան բոլորից սիրներ, թող Տեր օրհնի բոլորից իր խաղաղության մեջ պահի, որպեսզի մեր հավատքը երբեք կասկածներ չբերի, գայթակղություն չբերի, այլ հակառակը մեր հավատքը շատ շատերի փրկության պատճառ դառնա։ Աստված պահապան բոլորիդ։